Հարսնաձորի լեգենդա սերիալը հերթական անգամ ապացուցեց, որ մինչև վերջին վայրկյանը պատրաստ է շոկի ենթարկել հանդիսատեսին։ Այնինչ տեղի ունեցավ նախավերջին սերիայում իսկապես դարձավ ամբողջ պատմության ամենածանր և ամենաանսպասելի շրջադարձերից մեկը։ Շատերն էին սպասում բախման, սպասում էին կրակոցների, սպասում էին, որ Արմոն վերջապես դուրս կգա ստվերից, բայց քչերն էին պատկերացնում, որ ամեն ինչ այսքան ողբերգական ավարտ կստանա։ Սակոյի մահը բառացիորեն փոխեց ամբողջ սերիալի տրամաբանությունը, այն կերպարը, որը ամբողջ պատմության ընթացքում ներկայացվում էր որպես մոլորված, երբեմն սխալներ գործած մարդ, վերջին պահին դարձավ փրկողը, և հենց դա այս հանգուցալուծման ամենաուժեղ կողմն էր։ Սաքոն մահացավ ոչ թե որպես չարագործ, այլ որպես մարդ, ով վերջին պահին ընտրեց զոհաբերությունը։ Երբ Արմոն կրակում է և Սաքոն նետվում է գնդակի ուղղությամբ, փրկելով Վռամին ու Նարէին, ներողություն Հայկին ու Նարեին, այդ պահը դառնում է նրա ամբողջ ճանապարհի վերջնական իմաստը, նա կարծես ամբողջ սերիալի ընթացքում գնում էր դեպի այդ մի որոշումը։ Սա շատ խորհրդանշական ավարտ էր նրա կերպարի համար։ Սաքոն խլեց Հայկի հոր կյանքը, բայց իր կյանքով պաշտպանեց Հայկին։ Նա այլևս չէր կարող հետ բերել անցյալը, չէր կարող ջնջել իր սխալները, չէր կարող վերադարձնել կորցրած տարիները։ Բայց նա կարողացավ անել մի բան՝ փրկել ուրիշներին, և հենց այդ պատճառով Սաքոյի մահը հանդիսատեսի համար դարձավ ոչ միայն ցավոտ, այլ նաև հուզիչ, որովհետև վերջին պահին նա դարձավ այն մարդը, ում միշտ կարող էր լինել, եթե չկորցներ իրեն։ Բայց սերիալը դրանով չսահմանափակվեց։ Նարեի երեխայի կորուստը դարձավ երկրորդ հարվածը, որը բառացիորեն կոտրեց հանդիսատեսին։ Այդ տեսարանները շատ ծանր էին, որովհետև Նարեն ամբողջ ընթացքում ներկայացվում էր որպես ապագայի, ընտանիքի և նոր կյանքի խորհրդանիշ, և հենց այն պահին, երբ թվում էր ամեն ինչ կարող է փոխվել դեպի լավը, սերիալը կրկին ընտրեց ցավոտ ճանապարհը։ Սա ցույց տվեց, որ Հարսնաձորի լեգենդը մինչև վերջ հավատարիմ մնաց իր մթնոլորտին, կյանքն այստեղ երբեք կատարյալ արդար չի լինում։ Նարեի կորուստը շատ մեծ ազդեցություն կունենա նաև Հայկի վրա, հավանաբար վերջին սերիայում մենք կտեսնենք բոլորովին այլ Հայկի, մարդ, ով արդեն կորցրել է չափազանց շատ բան և հիմա կանգնած է վերջին բախման առաջ։ Բայց հիմա ամենամեծ հարցը մնում է Արմոն։ Նա արդեն անցել է այն սահմանը, որից հետո վերադարձ չկա։ Սաքոյի մահից հետո Արմոն այլևս պարզապես բացասական կերպար չէ։ Նա դարձել է մարդ, ով բառացիորեն ոչնչացնում է բոլորին իր ճանապարհին, և հենց դրա համար էլ հիմա բոլորին հուզում է մի հարց՝ ով է լինելու նրա հաջորդ և հավանաբար վերջին զոհը։ Քանի որ վաղը վերջին սերիան է, շատ հավանական է, որ Արմոն դեռ մեկ վերջին քայլ անելու է, և այդ քայլը կարող է դառնալ ամբողջ պատմության ամենամեծ պայթյունը։ Մի քանի շատ հավանական տարբերակ կա։ Արդյոք դա Վռամն է։ Եթե Արմոն փորձի վերջնականապես կործանել Ադամյանների ընտանիքը, ապա հաջորդ հարվածը կարող է ուղղված լինել հենց Վռամին, բայց այստեղ մեկ կարևոր հանգամանք կա։ Վռամը սպասում է իր երեխային, ու սցենարիստը հավանաբար նման դաժան քայլի հաստատ չի գնա։ Երկրորդ հավանական զոհը դա Հայկն է։ Բայց ավելի հավանական է, որ Արմոն կարող է վերջում ոչնչացնել հենց ինքն իրեն։ Սերիալն ամբողջ ընթացքում ցույց էր տալիս նրա աստիճանական հոգեբանական անկումը։ Նա գնալով կորցնում էր վերահսկողությունը, դառնում ավելի մութ ու վտանգավոր, և շատ հնարավոր է, որ վերջին սերիայում նա հասկանա, որ այլևս ելք չունի։ Այդպիսի կերպարների համար հաճախ վերջը լինում է ինքնակործանումը։ Հնարավոր է վերջին բախման ժամանակ նա կամ զոհվի ոստիկանության գործողություններից, կամ սեփական քայլերի հետևանքով կործանվի։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ սերիալն հիմա արդեն դուրս է եկել սովորական լավերի ու վատերի պայքարի սահմաններից։ Սաքոյի մահը փոխում է ամբողջ պատմության իմաստը։ Նա, ով երկար ժամանակ ընկալվում էր որպես խնդրահարույց կերպար, վերջում դարձավ մարդ, ով սեփական կյանքը տվեց ուրիշների համար, և հիմա թվում է, թե սերիալի հիմնական գաղափարը դարձել է հետևյալը՝ մարդը կարող է ուշացած հասկանալ իր սխալները, բայց երբեմն դրա գինը չափազանց բարձր է լինում։ Վաղվա վերջին սերիան ամենայն հավանականությամբ լինելու է շատ ծանր, մութ և միաժամանակ հուզիչ։ Կլինեն վերջին բացահայտումները, կլինի Արմոյի վերջնական ճակատագիրը, կլինեն մարդկանց կորուստների հետ հաշտվելու տեսարաններ, և հավանաբար կլինի մի վերջին խորհրդանշական պահ, որը ցույց կտա, որ նույնիսկ այդքան ցավից հետո
կյանքը շարունակվում է, բայց արդեն հիմա կարելի ասել, որ Հարսնաձորի լեգենդը ավարտվում է այնպես, ինչպես ամբողջ ընթացքում պատմում էր իր պատմությունը՝ անսպասելի, ցավոտ, բայց շատ իրական։